Վանաձոր քաղաքի Վարդանանց 36-ի 3 հասցեում այսուհետ կգործի Վարոսյան ատամնաբուժական կենտրոնը, որի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ ապրիլի 5-ին։ Բացմանը ներկա էին բազմաթիվ հյուրեր, պետական ու հոգևոր այրեր։ Նորաստեղծ ատամնաբուժական կենտրոնի բացման պատիվը տրվեց Լոռու մարզպետարանի առողջապահության վարչության պետ Սամվել Լամբարյանին։ Ցանկացած նոր աշխատատեղի ստեղծումը ողջունելի է մեզ համար, իր շնորհավորանքի խոսքում նշեց պարոն Լամբարյանը։ Շնորհակալություն եւ հիմնադիրներին եւ կազմակերպիչներին, որ նման ակցիաներով հույս եւ հավատ են տալիս մեր ազգաբնակությանը, որ մենք ընթանում ենք դեպի առաջ, դեպի զարգացում, դեպի ապագա եւ յուրաքանչյուր նման միջոցառումը եւ նման բացումներ իրականացնելը մեզ համար եւ ուրախալի է եւ գովելի է։ Բացման հանդիսավոր կարգից հետո Տեր Վահան Քահանա Ազարյանը Աստծո օրհնությունը բերեց եւ աղոթեց ատոմնաբուժարանի անխափան աշխատանքի համար։ Պահպանիչ եւ հույս հավատացյալի Քրիստոս Աստված մեր։ Բարի պահպանի եւ օրհնի ուշադրությունը ցած եւ տնօրեն նորին եւ ամենայն աշխատակից նորին։ Խոսուրք եւ պատվական խաչի հովաններկով խաղաղությամբ փրկիր երևելի եւ աներևույթ ճշնամներին, արժանավոր գողությամբ հարավելուք է։ Գորդ եւ Սուրբ օգտել միասին, ամեն։ Ներկաները շնորհավորեցին երիտասարդ բժշկին հերթական հաջողության համար, մաղթելով նորանոր մասնագիտական ձեռքբերումներ։ Ուզում շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր իրենց առողջությունը ժամանակին վստահել են Էդգարին իր մասնագիտության գծով եւ օգնել են, որ Էդգարը կայանա որպես բժիշկ։ Ուզում շնորհակալություն հայտնել Էդգարի բոլոր գործընկերներին, ատամնաբուժներին, ովքեր իրենց մրցակցությամբ եւ մասնագիտական խորհուրդներով պիտի օգնեն, որպեսզի Էդգար զարգանա իր ասպարեզում։ Մասնագետի աչքերով ես բավականին հիացած եմ այս նորաստեղծ կաբինետով եւ կարծում եմ այս փոքրիկ քաղաքում ինքը բավականին մեծ արձագանք կստանա եւ կգործի ի նպաստ ազգաբնակչությանը։ Ես անձամբ ծանոթ եմ տնօրենին, այս Էդգար Վարոսյանին, նա եղել է նախկինում իմ ուսանողը եւ այսօր հպարտանում եմ իրեն հաջողություններով։ Ատամնաբուժական կենտրոնի ժամանակակից կահավորանքն ու բժիշկ Վարոսյանի հանդեպ տածած վստահությունը շատերին կբերեն այս կլինիկա։ Դեպ ասեմ, որ բազմիցս հաճախել եմ եւ շատ գոհ եմ Վարոսյան կլինիկայից, քանի որ այստեղ արկային պրոֆեսիոնալ անձնակազմ, հաճելի մթնոլորտ եւ այդ հանգամանքների արկայությունը ապահովում է արդեն գերազանց արդյունք, անպայման կօգտվեմ։ Կարող եմ վստահաբար ասել, որ յուրաքանչյուր գործընթաց կազմակերպվել է բավականին մանրակրկիտ, սկսած սարքավորումներից վերջացրած իր արտաքին դիզայնը։ Դրա համար ես շնորհավորում եմ իրեն եւ ողջունում եմ մեր վանաձորցիներին, որովհետեւ ժամանակակից կենտրոնը դա բոլորիս է անհրաժեշտ։ Իսկ եթե ժամանակակից կենտրոնի հետ նաեւ զուգընթաց լինում է որակյալ ծառայություն, ինչու՞ ես երկրորդ կասկած չունեմ, դա կրկնակի ուրախություն է։ Բժիշկ ստոմատոլոգ Էդգար Վարոսյանն իր աշխատանքային սկզբունքներն ունի։ Ամենակարևորը բարձրակարգ եւ որակյալ սպասարկումն է։ Համար մեկ սկզբունքը լինելու եւ որակյալ բուժ ծառայություն մատուցելը մեր ազգաբնակչությանը, միշտ հետևողական եմ լինելու որակյալ աշխատանքներին եւ մեր ազգաբնակչությանը ցանկանում եմ առողջություն, առողջ ժպիտ եմ ցանկանում, որի համար պարտավորվում եմ այդ առողջ ժպիտը մենք կարող ենք ի վիճակի ենք մատուցել բոլորին, մատուցվելու են ուրեմն թերապևտիկ, օրթոպեդիկ, վիրաբուժական, պարադոնտոլոգիական, ստոմատոլոգիական միջամտություններ, հագեցվածությունը համապատասխանում է ժամանակակից ստանդարտներին։ Նշենք նաև, որ բժիշկ ստոմատոլոգ Էդգար Վարոսյանը սովորել է Օդեսայի պետական բժշկական համալսարանում, այնուհետև կրթությունը շարունակել Երևանի պետական բժշկական համալսարանում։ Զինվորական ծառայությունից անմիջապես հետո սկսել է ատամնաբուժի աշխատանքը։ Բազմիցս վերապատրաստվել է արտասահմանում։ Ձեռք բերված հավաստագրերը վկայում են, որ վերջինս իր աշխատակազմի հետ միասին կարճ ժամանակամիջոցում կվայելի շատերի վստահությունը։ Նարինե Ներսիսյան, Արսեն Շահնազարյան։